Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Բաքվում պահվող բոլոր հայ գերիներին։ Հանձնաժողովը 44 կողմ եւ 7 դեմ ձայներով հավանություն է տվել Ադրբեջանին ուղղված կոչը ներառող փոփոխությանը, այն ներառելով 90-87 օրինագծում ներկայացուցիչների պալատի դիվանագիտական ծառայության մասին օրենքի նախագծում։ Փոփոխության հեղինակն է կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի փոխնախագահ դեմոկրատական կուսակցությունից կոնգրեսական Բրեդ Շերմանը, իսկ նախաձեռնությանը աջակցել է հանձնաժողովի նախագահ հանրապետական կուսակցությունից Բրայան Մաստը։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատի Բաքվի կողմից պահվող հայ ռազմագերիներին ազատ արձակելու կոչը արժանի է բարձր գնահատականի։ Այս նախաձեռնությունը կարևոր ազդակ է եւ ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգների ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցություններում կան գործիչներ, որոնք դատապարտում են Բաքվի կողմից հայ գերիների պահման քաղաքականությունը։ Բաքվում պահվող հայ ռազմագերիների ազատ արձակման հարցը պետք է դառնա Հայաստանի պետական եւ համազգային քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը զգալի ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության ապահովման գործում, որպես հիմք նշելով ադրբեջանական բենզինի եւ դիզելային վառելիքի մատակարարումները, հայտարարել է ՀՀԿ անդամ Տիգրան Աբրահամյանը։ Եթե հայկական տեսանկյունից բացենք փակագծերը, ապա կտեսնենք, որ չլուծված հակամարտության պայմաններում Բաքուն մեծացնում է իր ազդեցությունը Հայաստանի վրա, ձեռք բերելով նոր լծակներ, ճնշումներ գործադրելու եւ Հայաստանի համար կենսական նշանակություն ունեցող համակարգերի վրա ազդելու համար։ Չեմ կարծում, որ Հայաստանում կգտնվի գեթ մեկ մարդ, ով կհամարի, թե ադրբեջանական մատակարարումները զուտ տնտեսական նշանակություն ունեն։ Արդյունքում ունենք չլուծվող հարցեր եւ աճող ադրբեջանական ազդեցություն։ Ուժեղ Հայաստան կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է երկրից բացակայելու արգելքը եւ 1 միլիարդ դրամ գրավը։ Դատախազությունից գործի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հայտնել, նշելով, որ դրանք վերաբերում են նախաքննության փուլին։ Ավելի վաղ Նարեկ Կարապետյանի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում Հայաստանի քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի երկրորդ մասով հավաքին մասնակցելու հարկադրելու համար, նաև 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման մեղադրանքով։ Մինչ այդ էլ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համաձայնություն էր տվել Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ մեղադրանք առաջադրելու հարցում, սակայն մերժել էր նրան կալանավորելու վերաբերյալ դատախազության միջնորդությունը։ Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հայաստան խմբակցության անդամների հանդիպում, այս մասին հայտնում են Հայաստան դաշինքից քննարկվել են առաջիկա անելիքները։ Խմբակցության ղեկավար է ընտրվել Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթուր Խաչատրյանը։ Մարդու իրավունքների պաշտպանությունում քննարկում են Արեգ Նասմանուկյանի անչափահաս դստեր հետ կապի սահմանափակման հարցը։ Պաշտպանի ներկայացուցիչները Աբովյան ՔԿ-ում հանդիպել են Մանուկյանին, որը հայտնել է, որ դատարանի սահմանած հաղորդակցության արգելքի պատճառով չի կարող կապ պահպանել դստեր հետ։ ՄԻՊ չմիջամտելով դատական գործընթացին հարցը քննարկում է երեխայի լավագույն շահը հաշվի առնելով եւ գործընկերների հետ դիտարկում է հնարավոր աջակցության տարբերակները։ Հայաստանում քաղաքական ճգնաժամը խորանում է, իսկ հասարակական պառակտումը հասել է վտանգավոր մակարդակի, այսպիսի գնահատական է տվել այլընտրանքային նախագծեր խմբի ներկայացուցիչ Վահե Հովհաննիսյանը։ Նրա խոսքով իրավիճակից դուրս գալու համար անհրաժեշտ է ներքաղաքական լարվածության նվազեցում եւ երկխոսության մեկնարկ։ Հայաստանում չկա իրական քաղաքական գործընթաց, երբ ընդդիմադիր ուժերի նկատմամբ կիրառվում են սահմանափակումներ, իսկ բանտերում կան քաղաքական դրդապատճառներով ազատազրկված մարդիկ, դժվար է խոսել բնականon քաղաքական կյանքի մասին։ Այսօր ունենք խորապես պառակտված հասարակություն, անորոշություն եւ լուրջ ռիսկեր երկրի ներսում ու արտաքին հարաբերություններում։ Իրավիճակից դուրս գալու առաջին քայլը պետք է լինի դեէսկալացիան, դադարեցնել բռնաճնշումները, նվազեցնել ատելության խոսքը եւ սկսել հասարակության տարբեր հատվածների միջև երկխոսություն։ Պետք է հասնել նրան, որ ապագա ընտրություններից հետո քաղաքական ուժերը կարողանան ընդունել միմյանց արդյունքները։ Սա պետք է դառնա ազգային նպատակ։ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող Առինջմոլ Արևտրի կենտրոնի աշխատակիցները բողոքի ակցիա են անցկացրել, պահանջելով պարզաբանել մի շարք տաղավարների կապարակնքման հիմքերը։ Նրանց խոսքով կապարակնքումը կատարվել է ոչ աշխատանքային օրը առանց նախնական ծանուցման։ Բոլորն էլ օրավարձով աշխատող են, հիմնականում չի կարելի մի ամբողջ ժողովուրդ սենց ուղղակի անգործության մատնել։ Պահանջը մեկն է, բացեն շուկան նորմալ բնականոնով աշխատենք։ Այս իշխանությունը հաստատ է ժողովրդի հետ չի խնդիրը։ Իրանց խնդիրները թող լուծեն ու ժողովուրդը աշխատի։ Բերեն փակեն, մեկ այդ բյուջեն փող չի լցվելու, որտեղ մեզանից այդ փողը գնում, չէ՞։
Բա ո՞վ է տալու այդ փողը։ Իրանք իրենց անձնական Բայց մտադի թոշակ են ավելացել, չգիտեմ ինչ են, բա ում հաշվին են ավելացել, բա թող աշխատեք որ ավելանա տատի թոշակը ավելի շատ անա, 10-ի տեղը 20 դառնա։ Ով չի ուզում։ Ձեր ծնողը 10,000-ի տեղը 20,000 ստանա, չեք ուզում։ Ուրախ չեք լինի։ Բա ում շնորհքով պետք է լինի, մեր շնորհքով պետք է լինի։ Ինչ անենք, չաշխատենք, հա, գնանք փողում ուրանք, հա։ Այս բան քանի տաղավար արդեն փակ։ Դե նայեք, տեսեք, ախր դուք լրագրողներ եք, հետաքրքիր մարդիկ եք, հասկանում եք, դուք ամեն ինչից տեղյակ եք, ուղղակի գալի մեզ խոսացնում եք, ջղայնացնում եք։ Իմանա քանի տաղավար է այստեղ փակ։ 24, 34, 44 ներքևի շարքը չի աշխատում, դռները պլոմբաց է, միակ դուռ է։ Ահա 5-րդ մուտքն է, մենակ բաց, վերջ։ Բոլոր տեղից հարցնում են, բարիժ մոլը փակա, չէ, արիժ մոլը բաց է։ Մենք ամեն ինչ Հրաշք է։ բայց մենք ձեզ ենք հարցնում, որ դուք ձեր բառերով ասեք։ Այ ցավը տանեմ, մեր բարերով ինչքան ասենք, մեր բարերով ասում ենք ճանապարհը փակենք, պարոն ոստիկան ասում է չէ։ Բա ցավը տանեմ, քիչ ես թողում, փակենք, որ ավելի པարզ լինի։ Ասենք մի չես ներկայացնենք ոչ մի պատասխան մեր ու գնաց, վաղնելա նույնը, միսանելա նույնը, այնսոնելա նույնը։ Շաբաթով չաշխատենք, ջան, այնա տարածքը քիչ նկարում, այնա վիսակավորտի տակ չի աշխատում, քիչ նկարում ուղարկե։ Վիսակավորտի տակ չի աշխատում։ Այ քեզի բան։ Հուլիսի 21-ին Պաշտպանության նախարարության Զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու համար մեղադրվող 2 զինծառայող կալանավորվել է, հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից ավելի վաղ ՔԿ-ն տեղեկացրել էր, որ Զորամասի զինծառայողի հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրականացվում են անհրաժեշտ քննչական եւ վարույթային գործողությունները։ Ըստ Արմլուրի տեղեկությունների զինծառայողին հասցրել են ինքնասպանության նախնական տվյալներով մահվանից առաջ նա ենթարկվել է բռնության, իսկ իրավապահները պարզել են նաև դեպքի այլ հանգամանքներ։ Երևանի Անուշավան Տեր-Ղևոնդյանի անվան երաժշտական դպրոցի տնօրենի պաշտոնակատարը ցուցահանդես մրցույթում «Մենք ենք մեր սարերը» հայտնի Տատիկ Պապիկ հուշարձանի լուսանկարը հեռացրել էր տաղավարից, այն որակելով հակապետական քայլ։ Նկարի հեղինակը 11-ամյա Եվան է։ Դեպքից հետո Եվայի նկարը աճուրդի էր հանվել եւ այն գնել է Մոսկվայում բնակվող արցախցի Գայանե Աղաբեկյանը։ Գայանեն Եվային նկարի համար վճարել է $1,800։ Միջադեպից կարճ ժամանակ անց աշակերտի ուսուցչուհին չհամակերպվելով կատարվածի հետ աշխատանքից ազատման դիմում է գրել։ Մանիլայում հանդիպել են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարներ Մարկո Ռուբիոն եւ Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանի արտգործնախարարության հաղորդմամբ կողմերը քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերությունները, Ուկրաինայի պատերազմը եւ միջազգային օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում իրավիճակը Պարսից ծոցում։ Ուկրաինայի թեմայով Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ անթույլատրելի է Կիևին սպառազինության հետագա մատակարարումը եւ վերահաստատել է Մոսկվայի պատրաստակամությունը հակամարտության քաղաքական դիվանագիտական կարգավորմանը։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտնել է, որ հանդիպման ընթացքում քննարկել են ռուս-ամերիկյան հարաբերություններն ու Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև հակամարտությունը դադարեցնելու անհրաժեշտությունը։ Իրանը շատ շուտով պատրաստ կլինի Միացյալ Նահանգների հետ գործարք կնքելուն, հայտարարել է ԱՄՆ նախագահը։ Դոնալդ Թրամփի կարծիքով Իրանը ցանկանում է գործարք կնքել, բայց դեռ պատրաստ չէ դրան, որովհետեւ ամեն անգամ, երբ համաձայնեցնում են գործարքը, ցանկանում են փոխել այն։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները 12-րդ գիշերն անընդմեջ հարվածներ է հասցրել Իրանի ռազմական օբյեկտներին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարության հաղորդմամբ թիրախավորվել են ռազմածովային ենթակառուցվածքներ, հրթիռների եւ ԱԹՍ-ների պահեստներ, ափամերձ դիտարկման կետեր եւ հակաօդային պաշտպանության միջոցներ։ Իրանի դեմ ցանկացած ագրեսիա կստիպի հասցնել հզոր եւ որոշիչ պատասխան, գրել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, հիշեցնելով, որ Թեհրանի պաշտպանական ռազմավարությունը հստակ է, ակննդական։